Բարևներ, ֆունկցիաներ 1 վերադարձից հետո ոչ մի գործողություն։ Խնդիրը հետևյալն է, մեզ մուտքում տրված է մի հատ ինչ-որ թիվ ու խնդրում է պարզել այդ թիվը յուրահատուկ է թե չէ։ Ինչ է նշանակում յուրահատուկ թիվ։ Կասենք, որ թիվը յուրահատուկ է, եթե ինքը զույգ է ու իր վերջին երկու թվանշանների գումարը բաժանվում է 7-ի։ Օրինակ 116-ը ինքը զույգ է ու 1 գումարած 6-ը հավասար է 7, այսինքն բաժանվում է 7-ի։ Իսկ 117-ը ինքը զույգ չի, 1 գումարած 7-ն էլ 7-ի չի բաժանում, բայց այն որ զույգ չի, հերիք է արդեն։ Ու եթե ինքը զույգ է, մենք ուզում ենք տպենք yes, իսկ եթե ինքը ոչ թե զույգ է, այլ յուրահատուկ, ու եթե ինքը յուրահատուկ չի, ուզում ենք որ տպի նաև not special ու հետո տպի no։ Ուզում ենք այս մեր e-special ֆունկցիան տպի այս not special արտահայտությունը։ Դա եկեք անցնենք կոդը գրելուն։ Եկեք ֆունկցիայում դնենք հենց def is special, յուրահատուկ է թե չէ, ու կընդունի մուտքում ինչ-որ n թիվ։ Հիմա, այս մեր n-ը պետք է լինի նախ զույգ, այսինքն n մնացորդ երկուսը պետք է հավասար լինի 0։ Նաև, եկեք փակագծի մեջ դնենք մյուս պայմանը, պետք է իր վերջի թվանշանին, եթե գումարենք նախավերջի թվանշանը, արդյունքը բաժանվի 7-ի, դե վերջի թվանշանը կարող ենք սենց ստանանք, 10-ի մնացորդն ենք, 117-ը 10 անգամ 11 գումարած 7-ն է, էլի։ Իսկ նախավերջինը ստանալու համար կարող ենք այս վերջի թիվը կտրենք գցենք մի կողմ ու այս արդյունքի վերջի թվանշանն նայենք։ Կտրել գցելու համար մի կողմ, եթե նախորդ խնդիրները նայել եք հին բաժինները, կհիշեք, որ կարող ենք այսպես անենք, ուղղակի երկու հատ բաժանածի նշան դնենք, այս ձև կմնա տակայս 11-ը։ 117-ը 11 անգամ 10 գումարած բաները ամբողջ մասը 11-ն է։ Այսինքն կգրենք ստեղ նամի փոխարեն n շփոթվեցի, n բաժանց 10 գումարած n բաժանած 10-ի ամբողջ մասով։ Ու այսքանը, այսա, արդեն սրա մնացորդ 10-ի բաժանելուց։ Այս պատմությունը պետք է 7-ի բաժանելուց տա 0 մնացորդ, բաժանց 7, սա պետք է հավասար լինի 0-ի։ Եկեք այսպես փակագծի մեջ վերցնենք, որ ավելի հարմար ընթերցվի այս ամեն ինչը։ Հա, այստեղ փակագիծը, կներեք։ Հիմա այս դեպքում ինքը պետք է վերադարձնի true։ Իսկ եթե տենց չի, այսինքն կգրենք else, այս դեպքում ինքը պետք է տպի, որ յուրահատուկ չի թիվը, not special, ու վերադարձնի false։ Եկեք միացա աշխատացնենք ու մտածենք սրա շուրջ։ Գիտեմ, որ մի քիչ շատերը միանգամից այս ամեն ինչը, օրինակ 116-ի համար հենց աշխատացնենք։ 116-ի համար ինքը տպեց վերադարձեց true, այսինքն ճիշտ եղավ։ 117 եթե գրենք, տպեց not special, վերադարձեց false։ Լավ, այս false-ի հարցը կլուծենք, որ yes no լինի, բայց հիմա դա չի կարևոր։ Հիմա կարևոր է նա, թե հենց ինչի մասին է այսօրվա առաջադրանքը, վերադարձից հետո ոչ մի գործողության վերաբերյալ։ Եկեք մի հատ այսպես տարօրինակ բան անենք, էլի առաջի հայացքից։ Եկեք մի հատ այստեղ ուղղակի դնենք print ու ինչ որ բառ գրենք։ Cheese։ Հիմա սա եթե աշխատացնենք, այս դեպքում ինքը տեսնում ենք, որ չտպեց։ Եկեք հենց այս դեպքում աշխատացնենք, 116-ի դեպքում աշխատացնենք։ Այս դեպքում էլ տեսնում ենք, որ էլի չտպեց այս cheese-ը, բայց ախր այս if else-ից դուրս է, այսինքն պետք է միշտ աշխատել, բայց ինչի՞ չի աշխատում։ Պահը այն է, որ ֆունկցիայի ամբողջ կյանքի նպատակը նա է, որ ինքը ինչ-որ մի բան մեզ վերադարձնի։ Ինքը եթե ինչ-որ բան վերադարձեց, всё, ինքը հասել է իր կյանքի նպատակին, ամեն ինչ երջանիկ է, ուրախ է, այլ ոչ մի բան չունի ինքը անելու։ Դրա համար այն ամեն ինչը, ինչ գրված է return-ից հետո, այսինքն return-ի գործողությունից հետո ինչ կատարվում է, այդ սա արդեն իրան ընդհանրապես կարևոր չի, որտեղ ինքը արդեն return-ն է եղել։ Ինքը արդեն իր նպատակին հասել է։ Այստեղ եթե էլի ինչ-որ printer շարենք, ստեղ է printer շարենք այս return-ներից հետո, իրենք երբեք չեն աշխատելու։ Դեռ մինչև իրենց աշխատացնելը աշխատելու է այս return-ի հրամանը։ Քանի որ return-ի հրամանը աշխատել է, չկա։ Քանի որ աշխատելու է, կստացվի всё, ֆունկցիայի գործառույթը ավարտվեց սրանով։ Դե լավ, ո՞նց կարանք հիմա սա կիրառենք ստեղ։
Կարանք այս else-ից ազատվենք ընդհանրապես ու այսա sense գրենք։ Ինչի? Սովորական դեպքում, եթե ծրագրից դուրս լիներ սա, ու ստեղ return-ի փոխարեն ուղղակի print գրված լիներ։ Եկեք փորձենք։ Եթե այս sense գրված լիներ, օրինակ n-ը հավասար է 116, այստեղ այս ծրագիրն է, այստեղ գրած է print true, ոչ թե return true։ Այստեղ է թողես print false լինի։ Աշխատացնում ենք։ Տեսեք, true, not special, false, ամեն ինչ տպեց։ Ինչի որտեղ ծրագիրը սենց է աշխատում։ 10-րդ օղում n-ի համար արժեք վերագրեց, 11-ում պայման ստուգեց, պայմանի մեջ մտավ կամ չմտավ, կարևոր չի։ Եկավ հետո այս 14-ում տեսավ գրածա print not special, տպեց not special-ը, եկավ 15, տպեց false։ Հերթով գնում է աշխատելով։ Բայց ինչով է տարբերվում սա ֆունկցիայից, որ ֆունկցիան եթե գալիս հասնում է նրան, որ return եղավ, արդեն էլ մնացած տողերը ինքը անտեսում է, մնացած տողերը իր համար էլ կարևոր չեն։ Դրա համար այստեղ, եթե ծրագիրը ասել է 5-րդ տողին, մենք դրանից կարող եզրակացնենք, որ ինքը այս if-ի մեջ չի մտել, որտեվ եթե մտներ if-ի մեջ, նաև return true կլիներ։ Իսկ եթե return true լիներ, արդեն էլ ոչ մի բան չէր աշխատի ուրիշ։ Այդտենց ստացվում է, որ ավտոմատ սա դառնում է else-ի բլոկը։ Else չենք գրում, բայց ինքը իրան հենց տենց է պահում, ի շնորհիվ նրա, որ return-ից հետո ոչ մի գործողություն չի արվում։ Դե այստեղ էլ մեզ մնում ուղղակի կարդալ n-ը մուտքում, կամ եկեք գրենք num, որ չխառնենք, թե n ասելով ինչի մասին ենք։ Ու ստեղ մուտքում տանք իրան այս մեր num-ը։ Սենց որ տպենք ինքը արդեն կտպի yes կամ no-ով, true կամ false-ով ավելի ճիշտ։ Հիմա որպեսզի իրան դարձնենք yes կամ no, կարող ենք օգտվել ternary օպերատորից ու գրենք, որ տպի ինքը yes, եթե այս special num-ը true-ա կամ false, եթե true-ը ավելի ճիշտ, այսքան այսենց, հակառակ դեպքում էլ տպի no։ Սա եթե աշխատացնենք, արդեն հանգում ենք ճիշտ լուծման։ Այս ternary օպերատորը նույնն էր, ինչ այս է գրել, էլի, եթե հանկարծ չեք նայել դրա վիդեոները կամ խնդիրների վրա չեք աշխատել, այդ դեպքում, բայց ավելի լավ է հին բաները ծածկեք, նոր եկեք ստեղ։ Սա համարժեքա այս սրան, էլի, այս ծրագիրը, այս ծրագիրը, սա ուղղակի կարճ գրելաձևն է։ Դե լավ, որ ձեզ հաջողություն։